Շատ ցավալի իրավիճակ է, եթե այսպես մեկ բառով ասեմ, որ հնարավոր է առաջին քրիստոնյա ազգի մոտ լինեն, ասենք, 3 սրբազաններ կանոնավորված ու այսքան քաղբանտարկյալ ընդհանրապես ունենալը իհարկե շատ ցավալի է։ Հույս ունեմ, որ օր առաջ ազատության մեջ կլինեն, իմիջիայլոց այսօր տեսակցել ենք նաև ես եւ Աղոն Վարդանյանը, տեսակցել ենք սրբազան հայրերին, Միքայել Սրբազան Աճապայանին եւ Բագրատ Սրբազանին, մոտ 2-3 ժամ անցկացրել ենք նրանց խցում, խոսել ենք, զրուցել ենք, ստեղծված իրավիճակի հետ կապված ու իսկապես մենք ենք ավելի այսպես մեծ էներգիայով դուրս գալիս այնտեղից, որովհետև իրանց մոտ բացարձակ չկա հուսահատություն, հուսալքություն, բայց իհարկե ցավալի է, այսպես բոլորի ամոթն է, որ նման իրավիճակում են գտնվում։ Կարծում իրենց հայտարարությունը շատ բարձ սրա մասին ասում էր, շատ գնահատականները ճշգրիտ էին, ուղիղ էին, այս մասով իհարկե խոսել ենք եւ այստեղ նորից իրենց մտահոգությունն էին հայտնում, վրդովմունքն էին արտահայտում այդ ամեն ինչի հետ կապված։ Առհասարակ ընդհանուր առմամբ ինչ կարծիքներ են սրբազանները տիրող իրավիճակի հետ կապված։ Գիտեք, մարդիկ ի վերջո կալանավորված են հենց իրենց կարծիքի համար, իրենց կարծիքի մասին բաց ազատ խոսելու համար, իրենց խղճով առաջնորդվելու համար են կալանավորված, այսինքն իրանց հենց այնտեղ գտնվելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկվել ճնշումներին, չեն ենթարկվել տարատեսակ ինչ-որ հնարավոր կոմպրոմատների ու մնացածի եւ այսպես խղճի բանտարկյալներ են, բայց իրականում այնտեղ գտնելով շատ ավելի ազատ են իսկապես, սա ինչ-որ կլիշե է դառել ասելը, բայց իսկապես շատ ավելի ազատ են, քան շատ ուրիշ հոգևորականներ կամ ուրիշ ոչ միայն հոգևորականներ, ովքեր բանտախություն չեն։ Կարծում այս ամենը ինչքան կշարունակվի, հերթը կհասնի կաթողիկոսին, քանի որ մենք նախորդիվ էլ տեսել ենք, որ նախորդ տարիներին օրինակ Ամանորին չի հեռարձակվել վեհափառի ուղերձը Ամանորյա։ Կարելի է ենթադրել, որ այդտեղից է ամեն բան սկսվել արշավը այս։ Գիտեք, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ այս իշխանություններին այսպես հավաքական ժողովուրդը կթույլատրի այդ ամեն ինչը շարունակել։ Այդքան էլ շարունակվել է, ինչքան կարողանան, այնքան անելու են։ Ինչպես որ Ադրբեջանն է, ինչքան կարողանում է խլում, տանում է տարբեր ձևերով Հայաստանից, այնքան էլ իրենց կարելի ասել դրածոնները այստեղ ներսում են այդ ամեն ինչը անում։ Այսինքն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ քանի դեռ իրենք կան։ Ես չեմ հավատում, որ իրենք մի օր այսպես արթնանալու են, ասեն, բայ այս ինչ վատ բաներ ենք անում, էլ չանենք։ Չէ, սա կոնկրետ ծրագիր է իրենց կողմից, մենք տեսնում ենք, բավական հետևողական, որը իրենք շարունակում են ու անելու են այնքան ինչքան ստացվի իրենց մոտ։